պատրաստվում եմ, այո։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ նոր քաղաքական կոնսոլիդացիա է ձևավորվում։ Ազատությանը հայտնեց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ Հենց այս կոնսոլիդացիայի շրջանակներում էլ Սուրենյանցը Ծառուկյանի հետ կմասնակցի 4 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Դաշինքով թե կուսակցությունով նախընտրական ձևաչափն ըստ քաղաքական գործչի կորոշվի առաջիկայում։ Ընտրական օրենսգրքի համաձայն կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, դաշինքների համար 8-ից 10%, կախված կուսակցությունների քանակից։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ 3-ից 4 կոնսոլիդացիոն կենտրոն կա ընդդիմության դաշտում։ Այո, մեր համար ամենաարժանահավատը այդ կոնսոլիդացիոն կենտրոններից այն առանցքն է, որ ձևավորում է Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Վստահաբար այդ կոնսոլիդացիոն կենտրոնով ենք մասնակցելու ընտրություններին, ինչպիսի ձևաչափ կորոշվի մասնակցության, դա քննարկելու հարց է, առաջին հերթին պարոն Ծառուկյանը կորոշի ձևաչափը։ Ծառուկյանը կառաջնորդի ամեն դեպքում, ճիշտ է այդ ուժը լինի դաշինք թե կուսակցություն։ Դե ինձ թվում է անկասկած է, որովհետև նույնիսկ Գելափի հարցումները ցույց են տվել վերջին, որ ինքը քաղաքական դաշտում ամենակոնսոլիդացնող գործիչն է, եւ ես կարծում եմ, այս քաղաքական կոնսոլիդացիայի առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է։ Եվ հետեւաբար նա էլ կլինի վարչապետի թեկնածու։ Դե ես նման բան եկեք չասեմ, հա։ Եկեք նման բաներից ձեռնպա մնամ, ասում եմ կոնսոլիդացիոն կենտրոնի առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է։ Թե էլ որ ուժերը եւ քաղաքական գործիչները կմիանան Ծառուկյանին, Սուրենյանցը հրաժարվեց ասել։ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետ Ատոնոյանն էլ առանց անուններ տալու այսօր Ազատությանը փոխանցեց, որ տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ քննարկումներ են ընթանում։ Ընտրությունների մասնակցության ձևաչափի շուրջ էլ դեռ քննարկում չեն ունեցել։ Այս պահին մշակում են առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Եվ ասենք մասնակցել եմ առաջարկ Հայաստանին ծրագրով։ Դեռ անցած տարվա սեպտեմբերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին առաջարկ Հայաստանին ծրագրով։ Հենց դրա շրջանակներում էլ Ծառուկյանը տարբեր ոլորտներին առնչվող առաջարկներ է հավաքագրում, ներառյալ ներքին համերաշխության, իրական խաղաղության, խեղճության մերժման, արդար բարքերի, ընդունակների իշխանություն ձևավորելու հարցերի շուրջ։ Ենթադրվում է, որ հենց առաջարկ Հայաստանինն էլ կդառնա Ծառուկյանի առաջնորդած ուժի նախընտրական ծրագիրը։ Այսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա մի կուսակցություն, որ կարողանա մեր երկիրը այս վիճակից հանի։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավարն ասում է, որ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտի ֆավորիտներն արդեն իսկ ուրվագծվում են։ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող քաղաքական կոնսոլիդացիան, գործարար Սամվել Կարապետյանի մեր ձևովը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը։ Արդեն իսկ ձևավորվող այս ուժերի ֆոնին Սուրենյանցը բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի շուրջ կազմավորվող ուժի շանսերը, հաշվի առնելով այն թեզերը, որ կան իրենց ծրագրում, մասնավորապես մերիտոկրատիկ կառավարման, հասարակական համերաշխության պոզիտիվ օրակարգեր ձևավորելու շուրջ։ Իմ կարծիքով Ծառուկյանի շուրջ արկա կոնսոլիդացիոն կենտրոնը ունի բավականին բարձր հանրային վստահություն, իսկ թե որտեղում կլինի դա էլեկտորալ ինչպիսի դրսևորում կստանա, ճիշտ ասած գուշակություններ չեմ ուզում անել։ Միանշանակ կարող եք պնդել, որ խորհրդարանում կհայտնվեք։ Միանշանակ կարող եմ պնդել, որ խորհրդարանում կհայտնվենք։ Միանգամայն հաղթահարելի է այդ բարիերը եւ մենք ընտրական գործընթացի ամենաառանցքային դերակատարներից մեկը կլինենք, դրանում համոզված եմ։ Ինչ վերաբերում է իշխող ՔՊԻ-ն, ապա քաղաքական գործիչը պնդում է, թե վարչապետ Փաշինյանի առաջնորդած ուժը 50+1% ձայն հավաքելու շանսեր չունի եւ ընդդիմադիր ձայների համախումբը շատ ավելի մեծ է։ ՔՊԻ վերարտադրվելու շանսերը ցածր եք գնահատում։ Որտեղ իրենք ասում են մենք 50 գումարած մեկ ենք։ Եթե տոտալ կեղծիքներ չլինի, շանսը զրոյական եմ նույնիսկ համարում։ Այդպիսի շանս կարող է լինել միայն տոտալ կեղծիքների պարագայում։ Կդիմեն, իսկ ինչ է կարծում։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ հեղափոխության այդ վերջին նվաճումից էլ իրենք շատ հեշտությամբ կձերբազատվեն, որովհետև տեսեք, ռեպրեսիաներ, ընտրական օրենսգրքի կամայական փոփոխություններ, ժեստեր են արվում բյուրոկրատիայի իշխանության նկատմամբ, այդ կլորիկ պարգևավճարները նկատի ունեմ, իսկ եթե իշխանությունը հասարակության փոխարեն ժեստեր անում բյուրոկրատիային, այն էլ ընտրական տարում, դա արդեն ցույց է տալիս ինքը ինչպիսի բովանդակությամբ ընտրությունները պատկերացնում։ Այդպիսի բաներ մենք 2000-ականներին շատ ենք տեսել։
Դա տալիս են, որպեսզի վարչական ռեսուրսը առավելագույնս կոնսոլիդացվի։ Եթե սա համակցում ենք ռեպրեսիաների, ընտրականի օրենսգրքում ֆիլտրումների համակարգներ դնելու այս ընդհանուր ջանքերի հետ, պատկերը դառնում ակնհայտ։ Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքների կեղծման էջը իսկապես անշրջելիորեն փակված է։ Այն, որ հետհեղափոխական Հայաստանում ընտրություններն այլևս չեն կեղծվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է հայտարարում, միաժամանակ հիշեցնելով ընդդիմադիրներին նրանց իշխանության տարիներին տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին։ Քաղաքական գործիչները պատյեզներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում։ ԿՊ-ում վստահ են, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ևս հաղթելու են, այս անգամ նախորդից ավելի շատ ձայն հավաքելով։